Գյուրջան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Եվ փառաքարում եք Գյումրիում դուք այդ վստահությունը ունեիք, որ հաղթելու եք եւ փառաքարում էր մեծ այսպես նաեւ ամբողջ ԿՊ-ների մասնակցություն, բայց արդյունքները ավելի ես փառաքարի հետ կապված եւ Գյումրիի հետ կապված ընդամենը մի վերլուծական ուրեմն թիվ ասեմ, մենք փառաքարում նախորդ ընտրությանն էլ հաղթող չենք եղել եւ Գյումրիում էլ նախորդ ընտրությանը հաղթող չենք եղել եւ դրանից առաջվա ընտրությանն էլ փառաքարում հաղթող չենք եղել եւ դրանից առաջվա ընտրությանն էլ Գյումրիում հաղթող չենք եղել իսկ մենք դրանից առաջին ընտրություններին հաղթել ենք եւ Խոյում հաղթել ենք եւ Վաղարշապատում այդ ընտրություններից առաջին ընտրություններին մենք հաղթել ենք էլի եւ Խոյում էլի եւ Վաղարշապատում ու հակառակը ընդդիմությունը վերջին մի քանի ընտրությունները պարտվել է եւ Խոյում եւ Վաղարշապատում եւ վստահաբար պարտվելու է նաեւ նոյեմբերի 16-ին Վաղարշապատում։ Պարոն Խուդատյան, իսկ հնարավոր կոալիցիաներ կամ համագործակցություններ մենք գնում ենք ընտրություններին 50+1 ձայներ ստանալու առանց կոալիցիայով համայնքում իշխանություն ստանձնելու եւ հետեւաբար այդպիսի սցենարներ չենք քննարկում։ Չեն լինի, այդպիսի կարիք չի լինի։ Պարոն Խուդատյան, ինչու եք դպրոցներ եւ ճանապարհներ կառուցում, այլ ոչ թե գործարաններ, ասում է մեր ձևով շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը։ Որտեղ մենք գործարաններ կառուցելու լիազորություններ մեր նախարարությունը չի ունեցել Հայաստանի պատմության որևէ ժամանակահատվածում տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունը գործարան չի կառուցել, այլապես այս նախարարությունը կլիներ տարածքային կառավարման եւ օրինակ գործարանաշինության նախարարություն։ Բայց դուք լսեցիք, որ քննադատության է արժանանում դպրոց, ճանապարհ կառուցելը։ Զարմանք ստացա, որովհետեւ գործարաններում, որոնք պիտի կառուցվեն մասնավորների կողմից, պիտի աշխատեն այն մարդիկ, ովքեր դպրոցներում պատշաճ կրթություն են ստացել, մանկապարտեզներում պատշաճ նախադպրոցական կրթություն են ստացել, հույս ունեմ, որ նաև բուհերում պատշաճ ուրեմն կրթություն են ստացել եւ գործարաններ կմտնեն որպես լավ մասնագետներ։ Բայց նա մեկ դպրոցի օրինակով է, բեր Մեդովկա, հա, գյուղը կարծեմ, ասում է ինչու եք $2 միլիոն այնտեղ ծախսել, որովհետեւ Մեդովկայի Հայաստանի Հանրապետության այլ բնակավայրերի, Հայաստանի Հանրապետության բոլոր բնակավայրերի երեխաները արժանի են լավ դպրոցներում, լավ կահավորված դպրոցներում, նորակառույց, հարմարավետ, ապահով դպրոցներում, լաբորատորիաներով եւ այլ գույքով հագեցած դպրոցներում կրթություն ստանալու։ Նա ասում է այնտեղ 6 առաջին դասարանցի կա եւ ասում է կարելի է օրինակ ոչ թե նոր դպրոց կառուցել, այլ վերանորոգել եղածը եւ այդքան մեծ գումար չծախսել։ Այն բոլոր տեղերում, որտեղ մենք դիտարկում ենք դպրոցների վերանորոգումը, հիմնվում ենք բոլոր դեպքերում գոյություն ունեցող շենքի, ուրեմն տեսակի եւ սեյսմիկ եզրակացության վրա եւ այնտեղ որտեղ հնարավոր է հիմնանորոգել դպրոցները, մենք այնտեղ հիմնանորոգում ենք, այնտեղ որտեղ հնարավոր չի հիմնանորոգել դպրոցները եւ անհրաժեշտություն կա կառուցել նոր դպրոցներ, մենք այնտեղ կառուցում ենք նոր դպրոցներ, պնդելով, որ Հայաստանի Հանրապետության բոլոր երեխաները արժանի են լավ կրթություն ստանալու, լավ միջավայրում կրթություն ստանալու, որակյալ եւ բազմակողմանի կրթություն ստանալու։ Ներեք այդ դեպքում ինչու կառավարության այս չէ նախորդ նիստի ժամանակ որոշվեց Վայոց ձորում մի դպրոցը միացնել մյուսին, համայնքների անուններ կարծեմ դուք կհիշեք։ Չեմ կարող ինֆորմացիան չունեմ, ըստ երևույթին նիստին էլ չեմ մասնակցել։ Մեր նախագիծը, այսինքն մեր նկատի ունեք տարածքային կառավարման եւ շատ լավ, ես եմ եղել զեկուցող, ես տենց հարց չեմ զեկուցել, բայց խոսք եմ տալիս կծանոթանամ կասեմ, որտեվ մեծ հավանականությամբ մեր նախարարությունը այդտեղ գործառույթ չպիտի ունենա։